Զինվեք համբերությամբ, քանի որ պատրաստում ենք հաց, այն էլ չի աբատը, այն էլ սառը ֆերմենտացիայով։ Վերցնում ենք սառը ջուր, ավելացնում ենք խմորիչը, խառնելով հալեցնում եւ ավելացնում ամբողջ ալյուրը։ Գդալով խառնում ենք բոլոր բաղադրիչները եւ թողնում մոտ 40 րոպե սենյակային ջերմաստիճանում։ Այնուհետեւ ավելացնում ենք աղը եւ բուսայուղը։ Ձեռքերով պարզապես խառնում ենք, որ աղը եւ բուսայուղը հավասարաչափ տարածվեն։ Մոտ 1 րոպե երկար պետք չէ։ Ծածկում ենք եւ թողնում եւս 30 րոպե։ Ահա սկսվում է ամենահաճելի պահը։ Նախ թրջում ենք ձեռքերը, ապա ձգում եւ ծալում ենք խմորը բոլոր 4 կողմերից, ընդհանուր 3 անգամ, ամեն 30 րոպեն 1։ Վերջին 3-րդ անգամ ծալելուց հետո տեղափոխում ենք սառնարան սառը ֆերմենտացիայի մոտ 12-ից 15 ժամ։ Հաջորդ օրը սեղանին ցանում ենք ալյուր կամ սեմոլինը, շրջում ենք խմորը եւ վրան էլի ալյուր ենք ցանում։ Պարզապես ձգում ենք եւ կտրում մեզ հարմար ձևով եւ չափսերով։ Թողնում ենք սենյակային ջերմաստիճանում մոտ 1 ժամ։ Նախապես ջեռոցը միացնում ենք մաքսիմալ ջերմությամբ, ինձ մոտ 140 աստիճանն է։ Թավան եւս շատ լավ տաքացնում ենք։ Թխում ենք մեր հացերը 15-ից 20 րոպե։ Սկզբի 10 րոպեն առանց կոնվեկցիայի, իսկ հետո միացնում ենք, որպեսզի հավասարաչափ կարմրեն։ Ահա եւ պատրաստ են մեր հացերը։ Ասեք տեսնեմ, ունեք այսքան համբերություն։